Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 7 րոպեանոց տեսահոլովակ հրապարակեց, որտեղ նա անդրադառնում է պատերազմի եւ խաղաղության դիլեմային։ Անդրադառնալով Ղարաբաղյան շարժում պետք է լինի, թե չլինի հարցին։ Նա ասաց, որ եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, ապա դա ախուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի, այն է պատերազմի շարունակությանը եւ բնականաբար խաղաղության մասին այլևս խոսել հնարավոր չի լինի։ Իհարկե, այստեղ կա տրամաբանություն, բայց հարցը բազմաշերտ է։ Եվ մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ այո, խաղաղության ձգտելը միանգամայն հասկանալի է եւ այստեղ վիճելու բան էլ չկա, սակայն որքանով է այն երաշխավորված, հաշվի առնելով այն միջամտությունները, որոնց բախվում է մեր պետությունը, եւ դրանք միջամտություններ են հենց այն սուբյեկտի կողմից, ով էլ հենց դեռ 1905 թվականից կայսրության վտանգը տեսնելով հրահրել է այս կոնֆլիկտը եւ այն դրել իր ինստիտուցիոնալ հիշողության մեջ եւ պարբերաբար արթնացնում այն ժամանակ, երբ ինքը ներսից սկսում է թուլանալ։ Դրան կարծես որևէ անդրադարձ չեղավ։ Մինչդեռ տարբեր առիթներով մենք լսում ենք, որ ասենք ռուսական ռազմաբազան խնդիր չէ, ԵԱՏՄ-ից դուրս գալը մենք նման բան չենք պլանավորում, հապկում սառեցրել ենք, բայց դուրս չենք գալիս, ԵԱՏՄ-ից, ինչպես ասացի, դուրս գալու որևէ ծրագիր չկա եւ այլն եւ այդպես շարունակ։ Դե իսկ Հայաստանում էլ ընդդիմությունը ոչ թե այս կամ այն քաղաքական ուժերն են, որոնք կարող են կոչվել տարբեր ձևով, այլ կարելի է պայմանականորեն անվանել Պուտին համար 1, Պուտին համար 2, համար 3, համար 4, որովհետև Հայաստանի ներքին քաղաքականության մեջ ընդդիմությունը Պուտինն է։ Եվ հիմա հարց է առաջանում, որքանով է երաշխավորված եւ ինչից է կախված այդ խաղաղությունը։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով։ Մեր հյուրն է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Պարոն Աթանեսյան, դուք լսեցիք վարչապետի այդ ելույթը, անդրադարձը այս պատերազմ եւ խաղաղություն այս դիլեմային իր տեսակետը ծանոթացաք, որ փաստորեն Ղարաբաղյան շարժում, որ չպետք է լինի, հակառակ դեպքում դա տանում է պատերազմի, ձեր մեկնաբանությունը համեցեք։ Մեկնաբանելու ես կարծում եմ առանձնակի նյութ չկա, որտեղ խնդիրը շատ պարզ է, վարչապետը առաջին անգամ չէ, որ իր այդ տեսակետը հրապարակայնացնում է, հանրությունը տեղյակ է, քաղաքական ուժերը, այդ թվում նրա ընդդիմախոսները, քաղաքական հակառակորդները նույնպես լավատեղյակ են այդ գաղափարախոսության, այդ հայեցակարգին, այստեղ ընտրության հարց է։ Ինչ է ընտրում հանրությունը, Հայաստանի քաղաքացին խորհրդարանական գալիք ընտրություններում հուլիսի 7-ին ում է ընտրելու, ում է տալու իր վստահության քվեն, կամ ասենք ում է
լիազորելու, որպեսզի նա կառավարություն ձևավորի եւ առաջիկա 5 տարիներին Հայաստանում գործադիր իշխանություն իրականացնի։ Երկրորդ այստեղ պետք է անկեղծորեն ասել, որ Ղարաբաղյան շարժում վերսկսելու ոչ միայն անհրաժեշտություն, այլև նախ հանրային պահանջվածություն չկա, խոսքը Հայաստանի քաղաքացու մասին է, երկրորդ չկա այն միջավայրը, որը ծնել է այդ Ղարաբաղյան շարժումը 1988 թվականին կամ չգիտեմ 1965 թվականին։ Կարելի է ասել Ղարաբաղյան շարժումը նույնպես սկիզբ է առել 1965 թվականին մեր հողերը տվեք մեզ կարգախոսով Երևանում անցկացված հանրահավաքի ժամանակ։ Այդ միջավայրը չկա։ Այսինքն մի բան է, երբ դու խորհրդային միության կազմում լովին երաշխավորված անվտանգությամբ կամ թվացյալ անվտանգությամբ սկսում է շարժում, որը ունի գոնե ֆորմալ սահմանադրական հիմք, խորհրդային միության սահմանադրության եթե չեմ սխալվում 78-րդ հոդվածը հնարավոր էր համարում միութենական պետությունների, հանրապետությունների միջև սահմանների փոփոխություն, եթե երկու կողմերի գերագույն խորհուրդները կտային իրենց համաձայնություն։ Այսինքն 88 թվականի փետրվարի 20-ին հենց այդ սահմանադրության այդ հոդվածը հիմք ընդունելով է, որ Լղի մարզային խորհուրդը դիմել է Հայաստանի, Ադրբեջանի եւ խորհրդային միության գերագույն խորհրդին, որպեսզի քննարկեն եւ դրական լուծեն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ադրբեջանական ԽՍՀ կազմից հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու հարցը։ Բայց գոյություն չունի, այդ միջավայրը չկա։ Այդ սահմանադրական այդ հիմքը թե ոչ այնքան հստակ, բայց ամեն դեպս սահմանադրական այդ հիմքը այլևս գոյություն չունի։ Այսինքն ինչի վրա է կառուցվելու, ասպես ասեմ, նեո-Ղարաբաղյան շարժումը կամ Ղարաբաղյան շարժման ռենեսանսը, այդ ռենեսանսի գաղափարախոսները ինչպես են ներկայացնելու։ Դա հայ հանրությանը, Հայաստանի քաղաքացուն, Հայաստանի 3 միլիոն բնակչությանը եւ միջազգային հանրությանը, Ադրբեջանի հարցը մի կողմ ենք թողնում։ Ու 1988 թվականին Հայաստանի իշխանությունը ընդունելով Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի որոշման օրինականությունը իր քայլը հիմնավորել է նրանով, որ ահա խորհրդային միության սահմանադրության այսինչ հոդվածը թույլ է տալիս սահմանային փոփոխություններ, եկեք Ադրբեջանի հետ բանակցենք, որպեսզի Ադրբեջանը տա իր համաձայնությունը։ Սա եղել Հայաստանի կոմունիստական իշխանությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ու մինչև 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման ընդունում։ Այսօր մենք ասելու ենք այս հարցը, որ բարձրացնում ենք, ինչպես եւ ում միջոցով ենք լուծելու։ Այդ իսկ պատճառով համոզված լինելով, որ ընդդիմության շարքերում կան փորձառու քաղաքական գործիչներ, որոնք սթափ մտածող մարդիկ են, ես լրջորեն չեմ հավատում, որ Հայաստանում կարող է սկսվել Ղարաբաղյան շարժում։ Դա ընդհանրապես ընդդիմությունը իմիտացիա է։ Իմիտացիա, որի բուն նպատակը, այսպես պրագմատիկ նպատակը, կարճաժամկետ հեռանկարում, որին ընդդիմությունը կարող է հասնել, Արցախից բռնատեղահանված անձանց քվեներն են եւ նրանց հնարավորությունը իրենց Հայաստանաբնակ նախկինում էլ, ասենք 50 տարի առաջ Հայաստան տեղափոխված հարազատների շրջանում ինչ-որ քարոզություն տանել։ Առարկայորեն դա կարող է լինել, ասենք, չգիտեմ, 20-30 հազար քվե, որի վրա ընդդիմությունը հաշվարկ է անում։ Սա իհարկե ռեալ պոլիտիկ է, բայց բարոյական չէ։ Այո։ Բարոյական չէ, որովհետև երկրորդ անգամ, երրորդ անգամ նույն մարդկանց չի կարելի նվաստացնել, հրապարակ հանել, հակաիշխանական տրամադրություններ հրահարել այդ մարդկանց շրջանում, լարել նրանց հարաբերությունները
նույնիսկ որոշ դեպքերում Հայաստանում ավելի վաղ հաստատված իրենց հարազատների հետ, եւ արդյունքում ոչինչ չտա։ Կրկնում եմ, սա բարոյական չէ։ Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հնչեցրած տեսակետին, այդ սահմանային բնորոշումը, որ նա տալիս է, ընտրություն է պատերազմի եւ խաղաղության մշակության միջև, ապա դա միանգամայն օբյեկտիվ եւ քաղաքական առումով ճշգրիտ ձևակերպված կարգախոս է։ Իրոք դա այդպես է։ Հուլիսի 7-ին Հայաստանի քաղաքացին ընտրություն է կատարելու Հայաստանի խաղաղ ապագայի եւ անկայուն ներկայի միջև։ Քաղաքացին պետք է գիտակցի իր քվեի արժեքը, որ այս քվերկելով այսինչ ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին, ինքը քվերկում է եւս 5 տարվա նվազագույնը անկայուն կյանքի համար։ Եթե դա իրեն ձեռնտու է, ես չեմ կարծում, թե ձեռնտու է։ Այս հարցադրումը դժբախտաբար Հայաստանի քաղաքագիտական հանրությունը, փորձագետները, մամուլը, այդ թվում սոցիալական մեդիան ներկայացնում են լրիվ խեղաթյուրված։ Եվ շատ ցավալի է, կոնկրետ անձամից համար շատ ցավալի է, որ բավական լուրջ մարդիկ, այդ թվում նաև այնպիսի ազնվորություններ, որոնք գործընկեր են, ընկեր են, ծանոթ են եւ այդ ծանոթությունը իհարկե դրանից չի տուժում, այդ հարաբերությունները, մարդկային հարաբերությունները չեն տուժում, բայց ցավալի է տեսնել, որ այդ մարդիկ նույնպես անցել են մանիպուլյացիաների դաշտի։ Խաղաղությունը համարել անարժանապատվություն, սա նշանակում է իրականության հանդեպ լինել անազնիվ։ Եթե իմ ասածը որևէ մեկի համար կամ տասնյակ մարդկանց համար հաճելի չի լինի կամ ցավալի կլինի, թող այդպես էլ լինի, բայց ես պարտավոր եմ ասել եւ կրկնել։ Ավելի անարժանապատիվ բան, քան ապրել պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի տակ, մի ոտքը դրսում, սեփական զավակին հայրենիքից դուրս ուղարկելու այդ մոլուցքի մեջ գոյություն չունի։ Իսկ մտածել, թե հնարավոր է Հայաստանի սահմանադրության նախաբանում պահել 1990 թվականի անկախության հռչակագրի հղումը եւ Ադրբեջանի հետ խաղաղության վերջնական պայմանագիր ստորագրել, սա պարզապես չնորամտություն է դոդարցիանիզմները։ Ոչ մի երկիր, աշխարհի ոչ մի երկիր նման պայմաններում հարևան երկրի հետ երբեք խաղաղության պայմանագիր չի ստորագրի։ Եվ սա առաջին անգամ չէ, որ ասում եմ, եւ ոչ էլ թուրք են տալիս, ինչ որ ասենք, քաղաքական նպատակահարմարության։ Ուղղակի արձանագրում ենք իրողությունը։ Այո, Ադրբեջանի սահմանադրության նախաբանում էլ կան Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններ, բայց այդ տարածքային հավակնությունները ակնհայտ չէ, ակնհայտ ձևակերպված չէ։ Չենք կարող մենք գնալ իրավական առումով հանգել այդ սահմանադրության մի կետի, մի տողի, մի նախադասության, որտեղ Հայաստանի տարածքի նկատմամբ կլինի հավակնություն։ Առարկայական։ Հայաստանի սահմանադրության նախաբանը առարկայական հավակնություն ունի Ադրբեջանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Ավելի պարզ ասած, Հայաստանի գործող սահմանադրության իմաստով, իրավական իմաստով, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այս դեպքում Ադրբեջանը չի ցանկանա, ընդհանրապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը առհասարակ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններին
սեփական նախաձեռնությամբ եւ սեփական հոժար կամքով չի գնացել։ Ինչ է նրանց ստիպել գնալ այդ քայլին, ինչ շարժառիթներ կան կամ ինչ խոչխութեր կան այսբերգի, որ մասն ենք մենք տեսնում, որ մասը չի երևում, սա իհարկե չի կարելի բացառել, բայց այն որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիր ստորագրելու շահագրգիռ մտադրվածություն չի ունեցել, այսօր էլ ունի կիսով չափ, մենք չենք կարող մի կողմ թողնել, անտեսել։ Բայց Հայաստանի փորձագետների եւ քաղաքական գործիչների մի մասը, ընդդիմադիր մասը, սա ինչպես է ներկայացում։ Սա ներկայացում է այնպես, որ դա Ադրբեջանը ինչ որ ցանկանում է Հայաստանից ստանում է, ինչու պետք է պայմանագիրը ստորագրի, պայմանագիրը ստորագրի այն ժամանակ, երբ ամեն ինչ ստացած կլինի։ Չէ, այսպես է ներկայացում ժողովրդին։ Նույնիսկ լուրջ մարդ, որ հավակնում է լինել Հայաստանի վարչապետ, խառնաշություն է ծավալում, որ ցեք Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո է դեռ ներկայացնելու իր պահանջները։ Սա ինչ տրամաբանություն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը նախաստորագրված է։ Նախաստորագրված պայմանագիրը որևէ փոփոխության այլևս չի ենթարկվում։ Այդ պայմանագիրը կամ ստորագրվում է, վավերացվում է, մտնում է ուժի մեջ, կամ ուղարկում են արխիվ, ուղարկում են գզրոց եւ կողմերը նորից դեմ արդեմ կանգնում են դիմակայության ռեժիմ։ Մենք ուզում ենք դիմակայության ռեժիմը Ադրբեջանի հետ վերականգնի։ Նայեք, աշխարհին նայեք։ Պարսից ծոցը մեզից հեռու չէ։ Իհարկե։ Իրանը մեծ սահմանակից պետություն է, Մերձավոր Արևելքը մեծ սահմանակից տարածաշրջան է, Թուրքիան մեր սահմանակից եւ ոչ բարեկամ երկիր է։ Վաղվա շատ հավանական, իսկ թույլ տամ ասպես, շատ հավանական ֆորս մաժորի դեպքում ու Իրано-ամերիկյան պատերազմը դեռևս այն ֆորս մաժորը չէ։ Շատ հավանական ֆորս մաժորի դեպքում, եթե մենք Ադրբեջանի հետ պայմանագիր չունենանք, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած չլինենք։ Հայաստանի վիճակը ինչ է լինելու։ Տրամաբանության նշույլից չկա լինելով Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական դաշնակից եւ գործընկերը պայմանագրով է ամրագրված։ Ռուսաստանը այսօր Իրано-ամերիկյան պատերազմից իր շահն է քաղում։ Իհարկե։ Քննարկում է 100 միլիոն բարել նավթից ամերիկյան արգելքը վերացնելու հարցը։ Այսինքն սա ինչ է։ Խնջույք ժանտախտի ժամին։ Այո։ Եվ ոչ մի երաշխիք չկա, բացարձակապես ոչ մի երաշխիք չկա, որ իմ ենթադրած, չասեմ կանխատեսած վատ բառ կլինի սա, իմ ենթադրած ֆորս մաժորի պարագայում Ռուսաստանը կարող է Հայաստանի տարածքի մի մասը այլ պետության հանձնելու գնով իր դիրքերը ամրապնդի Հարավային Կովկասում։ Համաձայն եք այս սցենարին։ Միայն թե Ռուսաստանը այստեղ լինի, Ռուսաստանի այստեղ լինելու իմաստը կոնկրետ մեր պարագայում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է, Հայաստանի անվտանգության երաշխիքներն են, տնտեսական պրեֆերենսներն են եւ այլն եւ այլն։ Որևէ առարկայական դրսևորում իմ նշած հնարավորություններից կամ հավանականություններից մեկ այսօր չեք տեսնում։ Անընդհատ հայ ժողովրդին պահում է սարսափի մեջ Ռուսաստանը կանջատի գազը, Ռուսաստանը կփակի Լարսի ճանապարհը։ Լավ, եթե մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններ պահպանենք կամ Ռուսաստանը պետք է մեր դաշնակից լինի միայն հանուն նրա, որ մեզ վնաս չպատճառի։ Սա դաշնակից հարաբերություն է, թե իհարկե, չգիտեմ,
պատանդ եւ terrorist հարաբերություն։ Վանդակում են վիշապոցի եւ ճագարի հարաբերություն է։ Վիշապոցը կցանկանա ճագարը կուլ կտա, չի ցանկանա կուլ չտա։ Բայց մենք սպասենք թե մեզ երբ է կուլ տալու։ Երբ կարող եք այդ վանդակից դուրս գալու ինչ-որ մի ձև, մի ելք, մի հնարավորություն փնտրել, գտնել, ինչը վերջո անկեղծորեն պետք է խոստովանել, որ հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ի այդ Վաշինգտոնյան համաձայնությունից հետո գնալու ավելի առարկայանում։ Ես իմ պրակտիկայում չեմ հիշում դեպք երբ ասենք Հայաստանի արտաքին գործերի նախարարը Միացյալ Նահանգների պետքարտուղարի սպառազինությունների եւ միջազգային անվտանգության հարցերով օգնականի հետ հանդիպածներ։ Այո։ Ես չեմ հիշում, ուրիշները գուցե կարող են կարճ, բայց տարածիորեն մի քանի օր առաջ Հայաստանի գործերի նախարար Արարատ Միրզոյանը ունեցավ նման հանդիպում։ Գիտեք, այս հանդիպումը անկախ նրա գործնական դրսևորումներից, որ ես կարծում եմ, որ կլինեն շարունակվեն գործնական մանավանդ դրանք քննարկել են ի մասնավորի միջուկային խաղաղ էներգիայի հարցերում համագործակցության հետ կապված խնդիրներ, թեմաներ։ Բայց անկախ ամեն ինչից, միայն այն, որ Միացյալ Նահանգների սպառազինությունների եւ միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղարը հանդիպում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, արդեն իսկ անվտանգության երաշխիք է։ Այն դեպքում, երբ Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կոնֆրոնտացիոն չեն։ Այսինքն Արարատ Միրզոյանի հանդիպումը չի վնասում Ադրբեջանի արմատական շահերին։ Հակառակ դեպքում Բաքուն դեմարշներ կդրսևորել, ինչպես օրինակ դեմարշ էր դրսևորում, երբ Արարատ Միրզոյանը հանդիպում էր Բլինկենի հետ, դեմոկրատական վարչակազմի պետքարտուղարի հետ։ Այսինքն ֆոնը փոխվել է։ Այսինքն ինչու տարիներ առաջ, ասենք 10 տարի առաջ, 15 տարի առաջ Հնդկաստանից բարձրաստիճան զինվորական պատվիրակություն չէր ժամանում Հայաստան։ Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ, այո։ Եկեք բացատրենք, պատճառը ո՞րն է։ Պատճառն այն է, որ վստահություն չկար, որ Հնդկաստանը զենք է վաճառելու Հայաստանին, եւ այս զենքը չի օգտագործվելու Ադրբեջանի դեմ։ Այսինքն Դելին, Նյու Դելին վստահ չէր, որ Հայաստանի հետ իր ռազմատեխնոլոգիական համագործակցությունը չփչացնելու իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը իր հերթին չի ազդելու իր եւ Պակիստանի հարաբերությունները։ Այսօր այդ խնդիրը հանված է եւ Հնդկաստանը համագործակցում է Հայաստանի հետ այնպիսի ոլորտներում, որ շատ նուրբ ոլորտներ եւ ընդ որում միջնորդավորված են Հնդկաստանի եւ այլ երկրների ռազմատեխնոլոգիական համագործակցությամբ, այսինքն մենք կարող ենք Հայաստան կարող է Հնդկաստանի միջոցով մուտք ունենալ տեխնոլոգիապես ավելի զարգացած երկրների տեղեկատվական առնվազն տեղեկատվական պահոստային ֆոնդ պահոստներ։ Այս հարցերը չեն լուծվելու, չեն կարգավորվելու, հետագա զարգացում չեն ապրելու, եթե Հայաստանում կատարվի այնպիսի ընտրություն, չտա Աստված կատարվի այնպիսի ընտրություն, որը Հայաստանը վերադարձնելու է հարևան երկրների հետ կոնֆրոնտացիայի դաշտ։ Անկեղծ ասեմ, եթե նման ընտրություն լինի, ապա նույնիսկ Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները տեղափոխելու է բոլորովին այլ հարթություն, որովհետև արդեն երկու շաբաթ իսրայելա-ամերիկյան հարձակումները շարունակում են, բայց Իրանի առնվազն քաղաքական դաշնակիցներից մեկը Թուրքիան է։ Այո։ Պարոն Աթանասյան, նաև հենց այս համատեքստում էր այն, որ Ռուսաստանը որպես հենց այս կոնֆլիկտի թե ճարտարապետ, թե ռեժիսոր, թե օպերատոր, թե կառավարիչ, այնուհետև
այս թեմաներից ձեռ չի քաշում։ Այդ շրջանակները, ովքեր Հայաստանին փորձում են տանել պատերազմի ճանապարհով, այդ կոնֆրոնտացիայի շարունակելու ճանապարհով, երբ այդ ռիսկերը ուղղակի ակնհայտ են, եւ ռիսկեր էլ չեն, ուղղակի պարզ պատճառահետևանքային կապով պայմանավորված հետևանքներն են, ընդ որում հենց առաջին աստիճանի, զարմանալիորեն դրանք նույն ռուսական պրոքսի ուժերն են կամ նրանք, ովքեր, ասենք, առանձնահատուկ այսպես հոգեկան թուլություն ունեն Ռուսաստանի նկատմամբ, ընդ որում ի հաշիվ Հայաստանի Հանրապետության թե սուվերենության, թե ժողովրդավարության, թե կենսունակության մեծ հաշվով։ Եվ ահա այս ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարությունը մամլոք հարտուղարի կողմից հայտարարություն է անում այն մասին, որ Հայաստանը մերժել է, որ Ռուսաստանից հերթական չափաբաժինը, այսպես կոչված հումանիտար օգնության արցախցի փախստականներին, որ Հայաստանն ընդունի, ասելով, որ դա նախընտրական ժամանակաշրջան է եւ մեր օրենսդրությունը դա թույլ չի տալիս եւ Տիկին Զախարովան այնտեղ սկսում է պրետենզիաներ արտահայտել, թե դա ինչ բան է, մենք դեռ պետք է հասկանանք եւ այդպես շարունակ։ Եվ դա ասվում է, ասենք, թե Վիտալի Բալասանյանի այն հայտնի խայտառակ հայտարարության ֆոնին եւ պարզ պատասխան կա դրան, այո, մենք թույլ չպետք է տանք, որ այսպես մի արկա ուտելիքով Վիտալի Բալասանյանի հայտարարությունների համար Ռոսսատրուդնիչեստվոն սոցիալական բազա ձևավորի Հայաստանի ներսում են ընտրություններից առաջ եւ զարմանալի է, որ կառավարությունը նոր եւ միայն ընտրություններով է սա պայմանավորում, այլ ոչ թե հենց ամենասկզբից ասել կորեկտ գնացեք, մենք մեր փախստականներին ունենք այդ հնարավորությունները հումանիտար օգնության էլ, վճարումների էլ, տուն սարքելու էլ, ամեն ինչի էլ։ Եվ երբ ձեր կարիքը կունենանք, նոր կկանչենք, եւ քիթներդ մի մցրեք այստեղ։ Խնդրեմ։ Երբ 2023 թվականի օգոստոսին Ռուսաստանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն է առաքել եւ նշեց սննդամթերք, դեղորայք, այդ թվում նաեւ Ճոպլի ադիալը, տակ վերմակներ, ես դերևս այն ժամանակ եմ ասել, որ սա Արցախի հայ բնակչության բռնատեղահանության անոնս է։ Օգոստոսին մարդասիրական օգնություն տակ վերմակներ հասցնել Ստեփանակերտ, սա նշանակում է ժողովրդին ասել, մարդկանց ասել, պատրաստ եղեք, որ աշնանը ձմեռնամուտին մի խոսքով ցուրտ մի եղանակային պայմաններում դուք բռնատեղահանվելու եք։ Վերաբերում է այս օգնությանը, ես թող իգտագովես չհնչի, երբ առաջին տեղեկությունները հայտնվեցին սոցիալական ցանցերում, որ Ռուսսատրուդնիչեստվոն Արցախից բռնատեղահանված անձանց ջորօգնություն է ցուցաբերում, դիմել եմ Facebook-յան գրառմամբ դիմել եմ Արցախի ներկայացուցիչներին, բնակչության ներկայացուցիչներին եւ խնդրել եմ, որպեսզի նրանք հանդես գան հայտարարությամբ եւ Ռուսաստանի Դաշնության, չգիտեմ, կազմակերպությանը, թե իշխանության ներկայացուցիչներին, ովքեր որ այդ գործը կազմակերպում են, ասեն միանշանակորեն ասեն, որ իրենք ընդհանրապես մարդասիրական օգնության կարիք չունեն։ Արցախից բռնատեղահանված անձիկ մարդասիրական օգնության կարիք չունեն։ Արցախից բռնատեղահանված անձինք ունեն բնակարանի, աշխատանքի, արժանապատիվ վարձատրության կարիք։ Իսկ այդ հարցերը կարող է լուծել միայն Հայաստանի Հանրապետություն։ Ցավոք Արցախի իշխանությունները կամ այսպես կոչված իշխանությունները ոչ այն ժամանակ, ոչ այս անգամ նման հայտարարություն չարեցին եւ չեն անի,
որտեղ այդ մարդիկ եղել եւ մնում են կոլաբորանտ։ Այլ բառ այստեղ օգտագործելու չէ։ Հարկադրված է Հայաստանի իշխանությունը նրանց փոխարեն հանդես գալ այսպիսի հայտարարությամբ, որ բնականաբար առաջացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության այսպես ճակերտավոր տարակուսանք։ Իրենք էլ են հասկանում, որ այս իրավիճակում մարդասիրական օգնություն առաքել Արցախից բռնատեղահանվածներին, դա նախընտրական նվիրատվություն է, մեղմ ասած, նախընտրական կարգ է, հավաքագրման մի ձև է։ Իրենք են հասկանում, որ իրեն հարգող ցանկացած իշխանություն նման բան իր երկրի տարածքում թույլ չի տա։ Մա պատկերացրեք 2026 թվականին, այսինքն այս տարվա աշնանը սեպտեմբերին Ռուսաստանի պետական դումայի ընտրություններ են եւ հանկարծ Հայաստանի բեռնամեքենա ուղևորվի Կուրսկի մարզ, եւ ասեն Կուրսկի մարզի բնակչությանը հումանիտար օգնություն է բաժանում։ Ընդունելու է Ռուսաստանի Դաշնությունը։ Իհարկե չի ընդունել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է, շարունակում է կառուցել։ Գոնե քարոշչական, այդպես տեղեկատվական քարոշչական տիրույթում շարունակում է կառուցել այս սկզբունքով, որ ինչ որ Մոսկվան ասում է, դա ճիշտ է, ճշմարտություն է, եւ եթե Հայաստանից հնչում է առարկություն կամ Հայաստանը Մոսկվայի այդ տեսակետը չի կիսում, ապա դա ոչ բարեկամական վերաբերմունք է։ Դա խնդիր կա ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները զլու կամ չգիտեմ այլ ռուս հայկականավոր ճիշտ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները առողջացնելու։ Ի վերջո Մոսկվայում պետք է հասկանան, պետք է ընդունեն, որ Հայաստանը միավորված ազգերի կազմակերպության անդամ սուվերեն երկիր է, որ ինքնուրույն է որոշում իր արտաքին, ներքին քաղաքականությունը։ Ինքնուրույն է ընտրում իր անվտանգության միջավայրը։ Ընդ որում առավելագույնս ամեն ինչ անելով, որպեսզի անվտանգային այդ միջավայրը չվնասի իր հարևանների անվտանգության։ Սա է քաղաքականության, Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության անկյունակարը։ Սեփական անվտանգություն, բայց ոչ հարևանների հաշվին։ Հայաստանի բարեկեցություն, բայց ոչ հարևանների հաշվին։ Հայաստանի բարգավաճում, բայց ոչ ի վնաս հարևանների։ Եթե Մոսկվան Հարավային Կովկասի երկրների նկատմամբ վարում է այնպիսի քաղաքականություն, որ իր համար շահեկան լինի, իսկ նրանց համար վատ, եւ փորձում է Հայաստանին տեղափոխել այդ էշալոն, սա նշանակում է Մոսկվան Հայաստանին մղում է իր հարևանների հետ հակամարտության։ Բայց հենց դա էլ նշանակում է, պարոն Օթանոսյան, որովհետեւ ուրիշ Մոսկվա չկա։ Եվ եթե եթեն էլ հանում ենք, մենք իրականության հետ գործ ունենք, իսկ իրականությունը հենց այն է առանց եթեի, ինչ դուք ասում եք։ Այո, ես ամփոփում էի, պետք է ամփոփեի նրանով, որ այո, Լեռնային Ղարաբաղի խնդիրը ստեղծել է Ռուսաստանը, բոլշևիկյան Ռուսաստանը 1921 թվականին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծել, բորբոքել է Սովետական միությունը, Խորհրդային միությունը 1988-1991 թվականներին։ Այդ հակամարտությունը զինված բախման է հասցրել Ռուսաստանը 1992-94 թվականներին, որպեսզի երկու հանրապետությունները, երկու պետությունները, Ադրբեջանը եւ Հայաստանը մշտապես կախված լինեն իրենց։ Եվ այստեղ բոլորովին մեր խնդիրը չէ, որ Մոսկվային չի հաջողվել սանձել Ադրբեջանը, կառավարել Ադրբեջանը։ Հայաստանը այստեղ որևէ խնդիր չունի, որևէ մեղք չունի։ Չէ՞, Մոսկվան անընդհատ Հայաստանի դրդում է իրավիճակը լարել, որպեսզի ինքը Բաքվի հետ խոսելիք ունենա։ Մեզ էլ փրկի։
ամեն անգամ նա Բաքվի հետ, Մոսկվան Բաքվի հետ խոսում է մեր հաշվին։ Այո։ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման շատ հավանական է Հայաստանից որևէ տարածքային միավոր Ադրբեջանին փոխանցելու տրամադրվածությամբ։ Մենք պետք է շատ լրջորեն գնահատենք իրավիճակը։ Այսօրվա Ադրբեջանի իշխանությունը գոնե Մոսկվայի այդ սադրանքին չի գնում։ 2023 թվականից հետո Մոսկվայի այդ սադրանքներին Ադրբեջանը չի գնացել։ Ռազմական բախում վերսկսելու Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկելու այդ սադրանքներին չի գնացել։ Մենք չգիտենք վաղը Ադրբեջանում ինչ իշխանություն լինելու, եթե այս տարի խաղաղության պայմանագիրը չստորագրվի եւ ուժի մեջ չմտնի։ Չեք կարող կանխատեսել։ Ալիևը մտածում է, բայց Աստված տնօրինում է։ Ալիևը չանկայշինչի կամ չգիտեմ Դալայ Լաման չի։ Վաղ կարող է այնպես իրավիճակ ստեղծել, որ ասենք իշխանապողություն, Ադրբեջանի իշխանապողությունը պահանջված լինի ուժային կենտրոնների կողմից։ Եվ այդ պարագայում Ադրբեջանում ստեղծվի, ձևավորվի մի այնպիսի իշխանություն, որը բացարձակապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ծերտու չլինի, պետք չլինի։ Մարդիկ խոսում են թրիպի մասին այնպես, կարծես դա չգիտեմ Հայաստանի դեմ, Հայաստանի սուվերենության, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ինչ-որ մի ոտնձգություն, այն դեպքում գոյությունը պարզ հաշվառ։ Մեր հարավային հարևանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ոչ թե Թուրքիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա հաղորդակցությանն է դեմ, այլ այդ հաղորդակցությունը Հայաստանի տարածքով կազմակերպելու ծրագրին է դեմ։ Պարզ ճշմարտություն։ Եվ այսօրվա իրավիճակում ներկայացնել, որ թրիպը պատերազմի սպառնալիք է կամ չգիտեմ Հայաստանի տարածքային կորուստների նախերգանք է կամ մի խոսքով այնքան անտրամաբանական եւ իրականությունից կտրված, թենգափոխված, խեղաթյուրված խոսույթ է հնչում Հայաստանում, որ մարդ ուղղակի միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացուն խղճում է, այդ մարդը ինչպես կարող է կողմնորոշվել, տեսնական ինչ կողմնորոշում կարող է ընդունել, պարզություն, իրավիճակի պարզություն, այն ինչ որ վարչապետ Փաշինյանն է գծել, այստեղ խաղաղության կուսակցությունն է, այնտեղ պատերազմի կուսակցությունն է, սա պետք է քարոզարշավում դրսևորվի։ Ես ասել եմ, դա լուրջ մարտահրավեր է ընդդիմությանը, որտեղ Փաշինյան փաստորեն ընդդիմությանն ասում է հավաքվեք, ներկայացրեք ձեր տեսակետ։ Տեսակետ հայեցակարգ ներկայացնելու ռեսուրս եւ քաջություն Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ չունի, որտեղ այնտեղ բոլորը գիտակից մարդիկ են եւ բոլորը հասկանում են, որ այն խաղաղությունը, որ այսօր նախաստորագրված է, միակ հնարավոր տարբերակն է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում։ Բայց որպեսզի դա տեղի չունենա Նիկոլ Փաշինյանի օրոք, կողմնակի խոսակցություններով փորձում են խառնակել, խառնաշփոթ ստեղծել, մթագնել ընտրողի գիտակցությունը, որպեսզի առանձին թևերով յուրաքանչյուրը մի, չգիտեմ, քանի տոկոս ձայն հավաքելով խորհրդարանում իրենց ասելով մեծամասնություն ապահովել, ինչպես դա ասենք արեցին Գյումրի։ Այս վտանգը, այս սպառնալիքը կանխելու համար բոլոր գիտակից եւ պատասխանատու մարդիկ իրենց հնարավորությունները առավելագույնը պետք է ներդնեն այս առաջիկա ամիսները բարեհաջող անցկացնելու եւ Հայաստանը կայուն խարսխակայանի հասցնելու համար։
Շնորհակալություն պարոն Աթանասյան, ձեր այս կարևոր եւ հանգամանալից դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար շարունակենք հետևել դեպքերի ընթացքին, այդ թվում նաեւ ձեր օգնությամբ։ Շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Արցախի խորհրդարանի նախկին падգամավոր քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանասյանին, լսեցինք իր դիտարկումները կապված այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված խաղաղության եւ պատերազմի մասին հայտարարության հետ։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, խաղաղություն եւ բարինոց ձեզ։ Կհանդիպենք կիրակնօրյա լրատվական վերլուծականի շրջանակներում։